մենք ապահովագրության շրջանակներում ավելի հստակեցրել ենք նաև ռեզիդենտության պայմանը դնելով, որ պիտի 183 օր Հայաստանում ապրեն, որպեսզի այս համակարգ ներառվեն։ Դա վերաբերվում է ինչպես 65+-ին, այնպես էլ մինչև 18 տարեկաններին, եւ համահունչ դարձնելու համար ես խնդրում եմ նաև դիտարկել այս մասը, որ ոչ միայն Հայաստանի քաղաքացի, այլ նաև Հայաստանում բնակվող երեխաներին ուղղվի այս միջոցները։ Պարոն Թորոսյան, ես կարող եմ սխալ եմ հասկացել, երեխեքը Հայաստանում են գտնվում։ Այդ մասը առանձին է կարգավորում, պարոն վարչապետ։ Չէ, մենք հիմա այդ որ 600 երեխեքը ֆիզիկապես Հայաստանում են, թե Հայաստանից դուրս։ Խոսքը Հայաստան դրսում ծնված եւ Հայաստան եկած երեխաներին է վերաբերվում։ Այսինքն, երբ որ մենք ծնողը գալիս է, դիմում է, ասում է տվեք բանը, իմ միանվագ ծննդյան նպաստը։ Երեխան պետքա լինի Հայաստանում, ու կարող է հենց այդ պահին չլինի, մի ամիս հետո լինի, բայց խոսքը նրա մասն է, որ կարող է դրանից մի ամիս հետո էլ ստեղ չի։ Այդ հարցը ուրիշ ձև է կարգավորում, երբ որ մենք պարբերական վճարումները տալիս ենք, նույն ձևով ինչ որ կենսաթոշակը, մենք տարեկան մի անգամ ներկայանալու հարց ենք դնում։ Բայց տարեկան մի անգամ ամառը կարան Վարդավառին գան, ասենք ու ներկայանան, դա չէ։ Դա էլ է հարց, այդ ընդհանուր եմ ասում, բայց այդտեղ ուրիշ հարց կա, մենք տվյալների մաքրության խնդիր ունենք։ Բանակ չգնալու համար։ Հա, բանակի հարցն է։ Բոլոր տղաներ են այդ դեպքում, թե։ Բայց պարտադիր չի մենակ տղաներ։ Վստահ չեմ բոլորը, բայց եթե վիճակագրություն անենք, կպարզվի, որ մեծամասնությունը։ Շատ լավ, եթե ինչ-որ բան սխալ ենք հասկացել, ինչ-որ բան սխալ ենք ձևակերպում, հարցը դա չի, բայց պետք է երեխեքը գրանցվեն, ուրեմն, այսինքն դե յուրե, եթե իմ ընկալումն էր, որ իրանք ընդհանրապես Հայաստանում չեն, բայց դե յուրե իրանք Հայաստանում չեն, առնվազն ամբողջական տրամաբանության մեջ, այդ թվում այո, դա արվում է բանակ չգնալու համար, ինչը ընդունելի չէ։ Ըստ երևի մեծամասը միայն բանակ։ Այսինքն հիմա եթե երեխեքը Հայաստանում են, մնում է պարզապես պետքա սահմանված կարգով գրանցվեն, դա քաղաքացիական կացության ակտերի, այսինքն պետքա գրանցվեն, դե յուրե իրանք պետքա լինեն Հայաստանում։ Եվ նաև դե ֆակտոն էլ է կարող։ Դե ֆակտոն, ասում եմ, այդ այլ մեխանիզմով, այդ պարբերական վճարներով, երբ որ լքում են արդեն Հայաստանը, մենք դադարում ենք պարզապես։ Բայց այդ կարգավորումը Տիկին Ավանեսյանի ասած, այդ է պետք անել։ Պարոն վարչապետ, այդ բոլորի համար ենք ուզում ավելի համապարփակ լուծենք, որտեղ օրինակ նույն կենսաթոշակ առումների դեպքում, որ տարեկան մի անգամ գալիս են եւ կարող են ըստ էության դրանից հետո եւս 1 տարի ստանալ, մինչեւ մյուս իրենց հաջորդ այցը, այդտեղ էլ ենք լուծումներ փնտրում, այդտեղ մի հարց կա ընդհանրապես, երկքաղաքացիների դեպքում հաճախ նրանք սահմանները հատում են տարբեր փաստաթղթերով, ու մենք տվյալների մաքրության հարց ունենք։ Հեսա որ բիոմետրիկ անձնագրերի համակարգը մտնի, այդ հարցն էլ դուրս կգա։ Բայց այդ էլ եմ ասում, ես չգիտեմ ճիշտ կարգավորում, ճիշտ չափը որն է, բայց այդ պետքա բան անել, պետքա կարգավորել, այսինքն մարդը ապրում է Հայաստանում, թե չի ապրում Հայաստանում։ Այս շատ կարևոր հանգամանք է։ Թոշակի պարագան մի քիչ ուրիշ է, որովհետև մարդը աշխատել է, հիմա առավել եւս կൂട്ടակային կենսաթոշակի համակարգագործում, եւ այդտեղ ուրիշ կարգ, մարդը աշխատել է այդ իր աշխատած գումարն է, եւ ինքը կարող է այդ գումարը տնօրինի որտեղ ուզում է։ Այդքան էլ տես չի, պարոն վարչապետ, որտեղ կա ծերության նպաստ, որը ինքը չի աշխատել, բավարար չափով աշխատանքային ստաժ չի ունեցել, մենք պարզապես նպաստ ենք տալիս։ Մի րոպե, ես խոսում եմ թոշակի այն հատվածի մասին, որը ձևավորվում է իր աշխատանքի արդյունքում։ Այդ մասը որտեղ ուզում է լինի մարդը, դա անձեռնմխելի է, դրան որևէ մեկը, որևէ դեպքում, որևէ պայմանով չի կարող դիպչել։ Այն ինչ որ գեներացվում է այսօր Հայաստանում աշխատող մարդու վճարած հարկերի հաշվին, կամ իրականում երկուսն է դրանից է գեներացվում, պարոն վարչապետ, մենակ կൂട്ടակայինը չի գեներացվում։ Ես կൂട്ടակայինի կարճ ասած, այն ինչ որ մարդու ստաժի հետ է կապված անմիջապես, դա անձեռնմխելի է, բայց այն ինչ որ այլ տրամաբանությամբ է գործում, մենք պետք է այդ պայմանը դնենք 180 օրա թե 100 օրա թե 200 օրա չգիտեմ, բայց այդ ստանդարտը պետք է սահմանենք, որովհետև մենք մարդուն պետք է կապված լինի Հայաստանի հետ եւ մարդու կյանքի կենտրոնը պետք է լինի Հայաստանը։ Մենք ուզում ենք, որ մարդիկ հնարավորինս շատ ճամփորդեն, հնարավորինս շատ տարբեր տեղեր գնան, բայց մենք չենք ուզում, որ մարդիկ Հայաստանից գնան եւ մենք Հայաստանից գնալը խրախուսենք։
յուրաքանչյուր ոք տեղաշարժի ազատություն ունի, բայց գնալը մենք չենք կարող խրախուսել։ Սրա մասին է խոսքը։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ ուզում էի ձեր առաջարկած տրամաբանության համար մի բանաձև փորձեմ առաջարկել, էլի։ Ես կարծում եմ բոլոր նպաստային ծրագրերի դեպքում բացառություններ կարող են լինել առանձին դեպքերում, դիտարկենք, բայց եւ ծնելիության հարցում, եւ ծերության այն ամեն ինչը, երբ որ նպաստ է, մենք դնենք երկու պայման համաժամանակյա՝ քաղաքացիության եւ ռեզիդենտության։ Այսինքն այդ երկու պայմանն էլ պետք է բավարարված լինի, որ որևէ ծրագրից քաղաքացին օգտվի։ Այսքանով կարծում եմ բոլոր հարցերը կլուծվեն։ Դա հենց նպաստը, որովհետեւ այո, նպաստը հենց այդ տրամաբանության մեջ տեղավորվում է։ Թոշակի դեպքում ճիշտ է, մի քիչ այնտեղ հարցեր կա, բայց ասում եմ, այնտեղ էլ է բանաձևը բարձ։ Այդ դեպքում, երբ որ ծերության նպաստ է եւ մարդը չի աշխատել, ստաժ չունի եւ ապրում է ուրիշ երկրում, այդ դեպքում էլ մենք կարող ենք ասել, որ դա մեր ֆինանսավորման հարցը չի։ Ամեն դեպս մտածեք լուծում։ Այդ արդեն մտածում ենք, պարոն վարչապետ, լրիվ կիսում եմ, այդ թվում լինում են դեպքեր, երբ որ քաղաքացին օրինակ քաղաքացիություն է ստանում Հայաստանի, որը ասենք օրինակ 64 տարեկանում, եւ ինքն մենք 65 տարեկանից ստիպված ենք ծերության նպաստ տալ, ինքը երբևէ Հայաստանում չի ապրել, բայց տարի մի անգամ կարող է գալ Հայաստան, ներկայանալ բանկ եւ այդ ամբողջ տարվա ընթացքում իր ծերության նպաստը սովորաբար այլ երկրում ծախսել։ Գիտեք, ԵԱՏՄ-ում այդ հարցը կարգավորված է, որովհետև ԵԱՏՄ-ում ստաժները փոխանցելու, պարոն Գրիգորյան, ճիշտ եմ, չէ՞, հիշում, որոշում կա, որ ԵԱՏՄ-ի տարածքում այդ խնդիրը լուծված է, բայց այլ դեպքերում դա իհարկե խնդիր է։ Պետք է համեն դեպս շատ մեծ եւ բարդ թեմա է, հիմա մենք տենց կարող է ինչ որ բան ճիշտ հասկացանք, օժնրբություններ սխալ հասկացանք, ինչ որ բան ճիշտ ասեցինք, օժնրբություններ սխալ ձևակերպեցինք, հարցը դա չի, դա թեմա է, որը պետք է լրջորեն նայել եւ գալ պետականակենտրոն պլյուս մարդակենտրոն տրամաբանությամբ, բայց առանց մեկը մյուսից տարանջալ։ Միանշանակ, պարոն վարչապետ։ Շատ լավ։ Կան համեցեք։ Պարոն վարչապետ, իրականում ինչ թեմա էլ որ քննարկենք, շատ կարևոր է պետության դիրքերից հասկանալ, թե մենք քաղաքացիության ինստիտուտին ոնց ենք վերաբերում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս պահի դրությամբ մենք հիմնովին վերանայում ենք ոլորտը, մինչև տարեվերջ պատրաստ կլինի միգրացիոն ոլորտի կառավարման ռազմավարական կոնցեպտը, ու այնտեղ մի առանձին բաժին նվիրված է հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը, որովհետև տարիներ շարունակ ձևախեղել ենք տարբեր մոտեցումներ, մի դեպքում մարդակենտրոնության հետևից գնալով քաղաքացիության ինստիտուտն ենք ստորադասել, մյուս դեպքում ավելի շատ ինստիտուտին ենք դեր ու նշանակություն տվել, քան մարդու որոշակի կարիքներին, ու մինչև տարեվերջ մենք պատրաստ կլինենք ավելի մեծ կազմով քննարկման, որպեսզի ներկայացնենք մոտեցումներ, որտեղ ինչ մոտեցում որ որդեգրեցինք, մնացյալ բոլոր ոլորտներում մեր մոտեցումները կկարողանանք ավելի ճիշտ ու սինխրոն կազմակերպել։ Շատ լավ։ Շատ լավ։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, խոսքը 23-րդ հարցի մասին է։ Ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է եւ մենք արձանագրեցինք, որ հարցերի մի շերտ կա, որոնց շուրջ պետք է շահարկել։